Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հարությունը։ Այս տոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավանդաբար Սուրբ Խորանին հայ եկեղեցու հովվապետն է մատուցում տոնական պատարագը։ Նորին սրբությանը հանդիսավոր թափորն է առաջնորդում դեպի տաճար։ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցում են 4 ամփովանակիրները։ Սովորաբար եկեղեցու կյանքում իրենց ավանդն ու նպաստը բերած արժանավոր մարդիկ են ուղեկցում հայոց հորը։ Այս տարի վեհափառ հայրապետի ամփովանին կրում են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Վեհափառ հայրապետը մուտք է գործում տաճար և սկիզբ է առնում հայրապետական պատարագը։ Հայոց մայր տաճարը տոնի առիթով լեփլեցուն է։ Մեծ պահքի ժուժկալության և ինքնաքննության շրջանից հետո ավագ շաբաթվա ընթացքում հավատացյալը վերապրում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը՝ մահվանից դեպի հարություն։ Մթության, լռության և ցավի միջով անցնելով եկեղեցին հիշեցնում է, որ առանց խաչի չկա հարություն, և հենց այդ ճանապարհն է, որ դարձնում է Սուրբ Զատիկը ոչ միայն ուրախության, այլև հաղթանակի տոն։ Կյանքը հաղթում է մահին, հավատքը հաղթում է վախին և ճշմարտությունը հաղթում է ստին։ Եվ այս 3 պատգամներով, եթե մարդ իր մեջ չունենա, չապրի, միգուցե ֆիզիկական կյանքը կամ պրոբլեմները, որը մենք կարող ենք շտկել, բայց հոգևոր կյանքը և առաքելությունը պիտի սա միշտ հիշի և այդ ժամանակ իր մեջ կգա ինչպես հոգևոր խաղաղություն, այդպես էլ մարմնային։ Ինձ համար մեծ պատիվ էր այս ծեսին մասնակից լինելը, որովհետև մենք լավ գիտենք, որ Սուրբ Զատիկը դա քրիստոնեական ամենակարևոր տոնն է, որովհետև դա խորհրդանշում է հենց հաղթանակը մահվան, Քրիստոսի հարությամբ, ըստ էության բոլոր մարդիկ հնարավորություն ստացան փրկվելու։ Եվ սա անվճար փրկության ծրագիրն է, որին յուրաքանչյուրը կարող է մասնակցել։ Եվ այսօր էլ մեր պետությունը ցավոք այս դժվարությունների միջով որ անցնում է, հույսը նրանումն է, որ ի վերջո ցանկացած խաչելությանը հաջորդում է հարությունը։ Ի վերջո մենք այս դժվարություններից հետո ունենալու ենք նաև այդ ծաղկունքի, զարթոնքի Հայաստանը և այդ հույսով նաև ապրում ենք։ 2000 տարի առաջ Աստված խաչվեց, մահ ընդունեց, թաղվեց և հարություն առավ։ Երբ մարդիկ խաչ հանեցին և սպանեցին Աստվածորդուն, երկրաշարժ և խավարում եղավ։ Ավելի մեծ ցնցում եղավ Տիրոջ հարությունը։ Առանց հարության խաչելությունը մնում է ողբերգություն, իսկ հարությամբ այն դառնում է փրկության ճանապարհ։ Սա այն ճշմարտությունն է, որը դարեր շարունակ միավորում է աշխարհի միլիոնավոր մարդկանց։ Հարության հրաշափառ տոնը պարզ ավանդույթ չէ, այլ հավիտենական կյանքի ճանապարհ։ Այս գաղափարը սփոփում է մարդուն, ավելի մերձեցնում Աստծուն։ Սուրբ Հարության տոնը հայի համար միշտ ավելին է եղել, քան պարզ տոնակատարություն կամ ծիսական օր։ Այն հիշեցնում է, որ կյանքը հաղթում է, և անգամ ամենածանր ժամանակներում խավարի մեջ հնարավոր է լույս տեսնել։ Շատ զգացմունքային էր առաջերտին, տեսնում էիր մարդիկ անկեղծ անարատ հավատք է դա։ Դա չի կարող ձևականնել, ավելի լավ է սկսում հասկանալ այն գործը, որով դու զբաղվում ես, մարդուրանքների պաշտպանություն, մասնարարպես կրոնական համոզմունքներ։ Այսինքն մի բան է, երբ որ դու որպես իրավաբան աշխատում ես փաստաթղթերի վրա կամ վարույթում, մեկ այլ բան է, որ մասնակցում ես նման միջոցառումներին ու շփվում ես մարդկանց հետ, շփվում ես կրոնական զգացմունքներ, որը շատ նուրբ զգացմունք է եւ իրավունք եւ պետք է հաշվի նստել դրա հետ։ Ցավալի է, որ շատ հաճախ իշխանությունները դա ոչ միայն չեն հասկանում, այլ չեն ընդունում, այսինքն հասկանալով չեն ընդունում։ Ինչևէ, իմ համար սա բոլորին նոր աշխարհ էր։
Հարության տոնը նույն նշանակությունն ունի նաև ողջ աշխարհի համար։ Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմնարար ճշմարտությունն է, առանց որի չկա հավատք ու եկեղեցի, չկա փրկություն։ Այն համամարտկային ուղերձ է կյանքի անխուսափելի հաղթանակի մասին։ Այսօրը հայ քրիստոնյան գալիս է եկեղեցի հոգևոր ապաքինման հույսով։ Քրիստոս հայրավ իմեռելոց զատկական ավետիսը դառնում է անձնական ապրում եւ վերածնունդի խոստում։ Այսօր հայ առաքելական եկեղեցին կանգնած է ծանր փորձությունների առաջ։ Իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների, ճնշումների պայմաններում եկեղեցին շարունակում է ապրել եւ ապրեցնել։ Պատահական չէ, որ այս տարի 4 ամփոփանակիրներից 3-ը փաստաբաններ են։ Նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության եւ ինքնավարության, իր հոգևոր առաքելության իրավունքը։ Եկեղեցի շատ մեծ դժվարություններով անցած տարի եւ չեմ կարծում որ դժվարություններն անցել են, վստահ եմ որ կրկին շարունակվելու են, բայց ի վերջո եկեղեցին ցույց տվեց որ ամուր է, կանգնած է իր տեղում եւ բնականաբար հավասարակշռված, հեռատես, այսպես ասեմ, սիրող հոր նման իրոք շարունակում է առաջ ընթանալ։ Եթե որոշ ժամանակ առաջ դրա մասին խոսեինք, որ եկեղեցու հետ կապված կարող է նման գործընթացներ լինել, կարծում եմ շատերի մոտ ուղղակի ծիծաղ կառաջանար, որ ոնց կարող է Հայաստանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ այն էլ իշխանական մակարդակում նման բան լինի, բայց մենք տեսնում ենք այնպիսի բաներ, որ այլևս զարմանք չի առաջացնում։ Այո, այսօր եկեղեցին շատ ճակերտների մեջ պետք է ասեմ, որովհետև մեր պաշտպանությունը սա երկրային այստեղ տեղի ունեցող իրավիճակ է, որտեղ որ մենք փոքր մախսնիկն ենք փորձում ներդնել այդ հարցում եւ քանի որ երկրի վրա կա եկեղեցու դեմ որևէ գործողություն, մենք փորձում ենք դրան հնարավորինս մեր աջակցություն ցուցաբերել պաշտպանության առումով։ Այսօր առավել քան երբևէ Սուրբ Հարության տոնը դառնում է նաև տոկունության վկայություն։ Չնայած դժվարություններին, հայ եկեղեցին շարունակում է կառուցել հավատացյալների հոգևոր կյանքը, վառ պահել ժողովրդի հավատքը, լինել հենարան եւ ուղեցույց, աղոթքով, ծեսով ու պատարակով։ Շարունակում է լինել ոչ միայն աղոթքի վայր, այլև ազգային ինքնության եւ հոգևոր կյանքի հիմնասյուն։ Դարերի փորձություններով անցած այս կառույցը շարունակում է ուժ տալ իր ժողովրդին նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ հայ եկեղեցին անսասան է իր հավատավոր հոտով, որտեղ այս ճանապարհը, որ եկեղեցուց անցանք միջև վեհարան, հավատավորների այդ հոսքը եւ հավատավորների դեմքի արտահայտությունները, այն ուժը մղումը, որ նրանք էին մոտենում վեհապարին, դա ապացուցում է, որ եկեղեցու դեմ որևէ կերպ որևէ արշավ չի կարող իր արդյունք ունենալ։ Հետևաբար սա եւս մեկ անգամ ավելի մոտիկից ծանոթանալ էր եւ ավելի մոտ իրավիճակից հասկանալը, թե ինչ ուժ ունի եկեղեցին եւ վեհապարտերը եկեղեցու գլխավորությամբ։ Ճիշտն ասած, ես եկել եմ այդպես նայեմ, հոգիս թեթևացնեմ, միաժամանակ աղոթեմ, որ խաղ թողեն մեր եկեղեցուն։ Չհալածեն, չբանտավաճանեն, հեռու մնան ազգակործան որոշումներով։ Կարծես թե եկեղեցական տոնը բոլորի հոգում պետք է առաջացնել միայն դրական զգացմունքներ, հավատք, ավելի եւ եկեղեցու նկատմամբ եւ կրոնի նկատմամբ, բայց ցավոք ես տեսնում եմ, որ շարունակում է հակաեկեղեցական արշավը, կարծես թե դաշ չեն ուզում քաղել եւ որքանով հասկացա, անգամ նախընտրական ծրագրի մեջ են արդեն ներառել կետեր, որով իրենք համարում են սա արդեն քաղաքական գործընթացի բաղադրիչ։ Սուրբ Զատիկը հայի համար նաև հավաքական հիշողության օր է։ Ընտանիքները միավորվում են, պահպանվում են ավանդույթները եւ այդ ամենի հիմքում շարունակվող ու փոխանցվող հավատքն է։ Պատարագի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսը իր քարոզում խոսեց հույսի, տոկունության եւ հավատքի մասին։ Նրա խոսքը ուղղված էր ոչ միայն տաճարում գտնվողներին, այլև ողջ հայ ժողովրդին։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ինչպես որ Քրիստոս մեր արներից հարություն առավ հոր փառքով,
նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր համախմբված եկեղեցիներում տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ եւ հրաշափառ հարությունը։ Փառավորում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձնառավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց եւ հարություն առավ։ Փրկչի հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած եւ մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը Հիսուս կոչեց հարուցյալ կյանքի, որպիսի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին եւ ժառանգի երկնքի արքայությունը, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Պատգամում է առաքյալը։ Տիրոջ փրկագործությամբ մարդուն տրվեց աստվածային օրհնությունը, զղջումով վերադառնալու արյերկնավոր հայրը եւ տառապանքների խավարից գտնելու վերհառնումի լուսավոր ուղին։ Քրիստոսապարգև հարուցյալ կյանքը սկսվում է, սիրելիներ, սրտի եւ հոգու նորոգությամբ, երբ անհատը զորանում է հավատով, ապրում Աստծո ներկայությամբ, դառնում նոր արարած, արարում բարին ու գովելին։ Քրիստոսի հարության հավատով եւ տերունավանդ պատվիրանների իրագործմամբ է հնարավոր հրաժարվել խոտոր ընթացքներից եւ քայլել սիրո, ճշմարտության ու արդարության շավիղներով, ինչպես հորդորում է առաքյալը։ Ընթացեք ինչպես լուսովորդիներ, քանզի լուսոպտուղներն են բարությունը, արդարությունը եւ ճշմարտությունը։ Հիրավի, հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու աշխարհը եւ իրականացվելու համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները եւ Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անիրավություններով։ Մարդկության կյանք ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքներով ու պատերազմներով։ Բարոր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն բարձյալն Աստուծո կամքին, հաղթահարելու համար արկածանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարտկային համերաշխության, խաղաղ համակեցության եւ արդյունավոր գործակցության։ Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն եւ իրենց սվիններից մանգաղներ, ազգ-ազգի վրա սուր չպիտի բարձրացնի եւ նրանք այլևս չեն սովորելու պատերազմներ, ինչպես ազդարարում է մարգարեն։ Սիրելիներ, Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, ցավը խորանում է
երբ շարունակվում է սերմանվել պարակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր եւ աներեր։ Եկեղեցին Աստուծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելության, խաղաղության, եղբայրասիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ հանության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում, իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական եւ ազգային անդաստանը կորստաբեր ճանապարհներից։ Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով, մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում եւ կերտել մեր ժողովրդի հարատեվության անխորտակելի հեռանկարները։ Արդ, սիրելիներ, հայրապետական մեր պատգամն է, նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը ընդդեմ անպատվության ու նենգադավության, առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ եւ նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպիսի համատեղ ջանքերով կարող լինենք վերհառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը եւ կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, ով իր անձը տվեց մեզ համար, որպիսի մեզ փրկի ամեն անօրենությունից եւ մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ, նախանձախնդիր բարի գործերի։ Սուրբ Հարության ուրախալի ավետիսով միասնաեջ մայր տաճարից եղբայրական մեր ողջույններն ենք հղում առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին, մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս մեր հոգևոր եղբայրներին, քույր եկեղեցիների պետերին եւ իրենց հավատավոր հոտին, հայրապետական մեր սերն ու օրհնությունը ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին, հայրական մեր գնահատանքը ձեզ ամենքից սիրելիներ, առհայրենին եւ մեր Սուրբ Եկեղեցին անապազ դրսևորվող հավատարմության եւ ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել եւ շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։ Ձեզանով է շեն ու անսասան մեր Սուրբ Եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզանով է զորեղ ամուր ու լուսափայլ մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առհայրենին ու մայր եկեղեցին սիրով,
ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։ Հոգենորոք այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք արհարուցյալ Աստվածորդին, որ իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին եւ հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուր մեր ժողովուրդը, ապրի հավատքով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպիսի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները, իբարս Աստուծո եւ ի հավետ պայծառություն ազգի եւ առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Աղոթենք նաեւ պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհետ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։ Թող Աստծո ամենախնամ աչը, սերը եւ օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս, այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Պատարագի ավարտին հարյուրավոր հավատացյալներ եւ ուխտավորներ ստացան ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Սուրբ Զատկին հաջորդող երկուշաբթին եկեղեցիներում հանգուցյալների հիշատակին պատարագ կմատուցվի։